Սիրելի հայրենակիցներ, այժմ մոտավորապես գիշերվա ժամը 1-ն է, ես Մայրաթող Սուրբ Էջմիածնից եմ վերադառնում։ Ինչպես նախորդ իմ հրապարակումներից տեղեկացաք, մենք հանդիպեցինք Մայրաթողի միաբանների հետ, հավատարիմ միաբանների հետ եւ պայմանավորվեցինք, որ վաղ առավոտյան ժամը 9-ից 10-ից սկսած արդեն հավաքվում ենք, 9-ից սկսած հավաքվում ենք Մայրաթողում իրական հավատավորներով, հավատարիմ Մայրաթողին, հայ առաքելական Սուրբ Եկեղեցուն հավատարիմ մարդկանցով հավաքվում ենք ի պաշտպանություն վեհափառի, ի պաշտպանություն հայ առաքելական Սուրբ Եկեղեցու, որովհետև կրկնում եմ, սա վեհափառի անձի խնդիրը չի, սա հայ առաքելական եկեղեցուն կանգուն պահելու խնդիրն է։ Պատկերացնում եք ինչ օրեր ենք չէ ապրում, երբ որ արդեն մեր քրիստոնյա հավատացյալների մեջ ենք, այսպես տարբերակում դնում հավատացյալներ, իսկական եւ ոչ իսկական, ուրացողներ եւ հավատարիմներ։ Ցավոք սրտի քաղաքականությունից այս կեղտը գնաց հասավ մինչև հոգևոր դաշտ։ Ցավոք սրտի քաղաքական ուրացողներից, քաղաքական դավաճաններից այս կեղտը գնաց մտավ հոգևորականների մեջ։ Եվ ես այս հոգևորականներից ոմանց անձամբ եմ ճանաչում, ոմանց հետ պարբերաբար թե սուրճ եմ խմել, ոմանց հետ սեղան եմ նստել։ Ինձ համար անձնական ողբերգության նման բան է, օրինակ Վրդանեսը, հիմա այլևս չեմ էլ կարող նրան սրբազան ասել։ Գիտեք ինչ մտերիմ հարաբերություն ունեմ Արցախի թեմի առաջնորդի հետ։ Մինչև այս պահը փորձում եմ ինքս ինձ համոզել, որ Վրդանեսը օրինակի համար վեհափառից ստացել է, այսպես ասենք, ցույցում, որ պետք է գնալ հանդիպել հրեշի հետ եւ փորձել օրինակ հրեշին բացատրել, որ չի կարելի դավաճանել հայրենիքին կամ եկեղեցուն։ Ինքս ես հասկանում եմ, որ ինքնախաբեություն է, որովհետեւ եթե այս մարդիկ Մայրաթողի դեմ են դուրս եկել, փաստացի իրանց գործողություններով ստորագրել են մի փաստաթղթի տակ, որ իրենք էլ չգիտեն ինչի թղթի, ինչ թղթի տակ, եւ գնացել են Նիկոլ Փաշինյանի ձեռքն են սեղմել ընդդեմ հայ առաքելական Սուրբ Եկեղեցու, ընդդեմ վեհափառի, ընդդեմ ամենայն հայոց կաթողիկոսի մի մարդու, ով հենց իրենց ձեռնադրել է։ Այս գնացած եպիսկոպոսների մեծագույն մասին հենց կաթողիկոսն է ձեռնադրել։ Ու իրեն գնում ասում են այդ կաթողիկոսը չգիտեմ, իրավունք չունի կաթողիկոս լինելու։ Բա դուք իրավունք ունեք լինելու։ Ընդհանրապես դուք իրավունք ունեք մարդ լինելու։ Ես աշխարհական մեղավոր լինելով, իսկ բոլոր մարդիկ մեղավոր են։ Ես ինքս մեղավորս ձեզնից ավելի բարոյական եմ։ Ոնց կարելի է այդ աստիճանի ուրացող լինել։ Ոնց կարելի է այդպես, չգիտեմ, ուղղակի ես չգիտեմ ինչ բառ ասեմ։ Լավ, Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ականները, հիմա այս մարդկանց մոտ Նիկոլը ինձ համար հրեշտակ է, հասկանում եք։ Ինչու եմ ասում այս մարդկանց համեմատությամբ, որտեղ մենք գիտենք Նիկոլը ինքը աշխարհական մարդ է, ինքը, չգիտեմ, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Ադրբեջանի կամ որևէ մի այլ երկրի, օրինակ, գործակալ է։ Կարող է չէ լինել։ Վատ բան է, բայց կարող է լինել։ Բա այս մարդիկ սրբազան հռչակված մարդիկ, եպիսկոպոսներ, թեմի առաջնորդներ գնան սատանային հավատարմություն հայտնեն, ոնց ասեմ, լուսահոգի տատս կասեր մի բուռ հող կերեք, մեռեք։ Գիտեք, շատ մարդիկ միամտաբար մտածում են, թե սա եկեղեցին, այսպես ասենք, մաքրելու միջոց է։ Շատ ուզում եմ անկեղծ լինել, ինձ ամենևին չի հետաքրքրում վեհափառի անձի հարցը, որովհետև եւ ընդհանրապես որևէ այլ հոգեվորականի անձի հարցը, որովհետև այս մարդիկ անձի խնդիր չեն։ Եվ եթե ինչ-որ մեկին թվում է, թե օրինակ վեհափառին հեռացնելով իրենք կարող են օրինակի համար մաքրել եկեղեցին ինչ-ինչ բաներից, նախ եկեղեցին եթե մաքրելու կարիք ունի, ապա ուրացողներից ու դավաճաններից ու սրիկաներից մաքրելու կարիք ունի, ինչպեսին այս եպիսկոպոսներն ու որոշ քահանաներն են, որոնց մի մասին մի կերպ համոզեցինք, որ կարգալույծ արեցին։
Եթե կաթողիկոսը ինչ-որ սխալ է արել, ապա սխալ է արել, որ այս սրիկաների ժամանակին կարգալույս չի արել։ Սխալ է արել, որ ժամանակին սրանց ուղղակի թողել է, որ մտել են եկեղեցի։ Այնուամենայնիվ, մարդը սխալական է, անսխալ է միայն Աստված։ Իսկ Աստված արժանի կերպով կպատժի սրանց, վստահ եմ։ Ինչպես այն մի քահանային, որ 2018-ին դուրս եկավ Մայր եկեղեցու դեմ եւ մի քանի ամիս անց կուրացավ։ Սրանք էլ են կուրանալու, հա հիմա էլ են կույր, հիմա հոգով են կույր, վաղը կարող են եւ Աստծո պատժին արժանանալ։ Ու չզարմանաք, եթե արժանանան։ Պարզապես ես չգիտեմ, այն մարդիկ, ովքեր կույր են հոգով, մտքով, մտածում են ինչ-որ հիմար բաներ, բայց սա հոգևոր խնդիր չի նույնիսկ, սա եկեղեցին քանդելու խնդիր է։ Նիկոլ Փաշինյանը այս հիմար մարդկանց օգտագործում է իր նպատակների համար։ Սրանցից ամեն մեկի դեմ մի կոմպրոմատ ունի։ Մեկին երևի բռնեցրել է իր սիրուհու հետ, մյուսին բռնեցրել է, չգիտեմ, ինչ-որ գոմիկական բաների մեջ, մյուսին երևի կարողացել է փաստեր ունի, չգիտեմ, բիզնեսի մեջ, այն մյուսին մի ուրիշ բանի մեջ, այն մյուսին փող է խոստացել։ Ես չգիտեմ, չեմ կարող ասել, դա կիմանա Նիկոլը, կհարցնենք Նիկոլից, երբ պետք լինի, երբ հնարավոր լինի հարցնել, կամ երբ որ Նիկոլը բանտում լինի, կամ էլ երբ որ Նիկոլը որոշի, որ սրանց օգտագործելուց հետո կարելի է շպրտել։ Գիտեք, ինչ որ մի իր կա, որին մի անգամ օգտագործում են, շպրտում են։ Սրանց էլ մի անգամ կօգտագործեք, շպրտի, ինչպես օրինակ շպրտեց են Ստեփանին։ Հիմա սրանք այնուամենայնիվ չեն հասկանում, որ իրենց կօգտագործեն մեկ անգամ եւ կշպրտեն, եւ դա առաջին հերթին Թուրքի պլան է։ Թուրքիի նպատակն է հայ եկեղեցին քանդել, իսկ եկեղեցին երբ քանդում են, իրենց են զոհաբերում։ Այդ եպիսկոպոս կոչվածները չեն հասկանում, որ հենց իրենց են առաջինը զոհաբերում։ Ցանկացած դեպքում դուք լավ գիտեք, թշնամիները գնահատում են հայրենիքի համար պայքարողներին, իսկ դավաճաններին ոչ միայն չեն հարգում, այլև շանսատակ են անում։ Ախր այս մարդիկ այս հիմարները դա էլ չեն հասկանում, այս պահի իրենց այդ հիմարներ կան եւ հոգեվոր դասում, եւ քաղաքացիական դասում, եւ մեր շրջապատում, մեր հարևանության մեջ, մեր, չգիտեմ, քաղաքական դաշտում, տեսնում եք էլի, մեկը այսօր դառնում է վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան, հետո վարչապետը երևի լափամանից կտրում է, դառնում է, ինքը մեծ ընդդիմադիր է։ Մեկ ուրիշը դառնում է սովորական դեսպան կամ գնում է նախարար է դառնում, բայց հենց ինչ որ մի խնդիր է լինում, ես ընդդիմադիր եմ, չգիտեմ, ես ազգային եմ։ Մեկը դատախազ է դառնում, գլխավոր դատախազ, որ կարող է դատախազ եղած ժամանակ Նիկոլին բռնել եւ դատել իր արած հանցանքների համար։ Հետո երբ որ Նիկոլը նրան ազատում է գործից, դառնում է խիստ ընդդիմադիր եւ գալիս է ընդդիմության հավաքներին, մի հատ էլ փորձում է Բագրատ Սրբազանի կողքին կանգնել։ Սա կոչվում է ինչ ասեմ, դուք ասեք, օրինակ դուք ասեք, ինչ ասենք դրան, ես չգիտեմ ինչ ասեմ, եթե ես ասեմ, գիտեք ես արմատներով ծնվել մեծացել եմ Հայաստանի Հանրապետության Մարտունու Լիչք գյուղում, իսկ Լիչքում հայտնի են հայհոյանք տվող մարդիկ ու մի 20 հարկանի հայհոյանքներ գիտեմ, այս պահին մտքումս այնպիսի բաներ են գալիս, որ ասենք ձեր սիրելի են շունը, են դոգը կգար ինձ մոտ դասերի այդ հայհոյանքները լսելու բայց դուք անվանեք, ինչպես կուզեք դուք անվանեք, դա երևի ասենք հարաբերական բարոյականություն կամ ինչ-որ մի նման բան, բայց ես շատ ցավում եմ, որ մարդկային բարոյականությունը, մարդկայնությունը այսքան ընկած է, այսքան հարաբերական է, այսքան այլասերված է, այնուամենայնիվ քչերն են, որ կարողանում են ամուր լինել, քչերն են, որ կարողանում են մինչև վերջ կամք ունենալ։ Հիմա սիրելի հայրենակիցներ, եթե դուք այդ քչերից եք, եթե դուք չեք մտածում, որ որտեղ հաց այնտեղ կաց, եթե դուք չեք մտածում, որ այս պահին կլինենք անբարոյական, վաղը կլինենք սուրբ կույս եւ այլն, եթե դուք այդպեսին չեք, ապա մի վախեցեք։ Եվ եթե կարող եք, եկեք Մայրաթոր։ Նոյեմբերի 28-ին, վաղը, ուրբաթ օրը, առավոտը 9-ից հավաքվում ենք։ Եկեք ի պաշտպանություն հայոց կաթողիկոսի, որպեսզի հետո ստիպված չլինեք ապաշխարել։
Բոլորս էլ մեղավոր ենք, բոլորս էլ սխալական ենք, բայց սխալներ կան, որոնք չեն ներվում։ Եվ Աստված պահապան մեր հայրենիքին, հայ առաքելական Սուրբ Եկեղեցին։